Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, ABC հեռուստաընկերության եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այս փոքրիկ տեսահոլովակը, որ ներկայացրեցինք ձեր ուշադրության սկզբից, խոսում է այն մասին, որ մենք պիտի այսօր պատմենք ձեզ արևելյան մարտարվեստի մասին, ավելի ճիշտ հապկիդոյի, թեքվանդոյի մասին եւ Հայաստանում հապկիդոյի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հարությունյան այսօր իմ տաղավարի հյուրն է, բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Շատ ուրախ եմ, որ հրավերքը ընդունեցիք։ Մենք դեռևս Երևանից բավական երկար այդպես ճանապարհ ենք անցել։ Մի քիչ պաշտոնական եմ սկսում մեր հաղորդումը, այսպես եթերային սկիզբը, որից հետո վստահ եմ, որ եւ ես ավելի հանգիստ, ավելի ազատ կզգամ, որովհետեւ մենք նաեւ ընկերներ ենք ու մեծ ճանապարհ ենք անցել։ Հիմա այդ արարողակարգի սկիզբը ներկայացրեցի Սև գոտի թեքվանդոյից Սև գոտի ուրեմն 4-րդ դան, ապկիդոյից Սև գոտի 5-րդ դան, բավականին դա խոսուն թվեր են նրանք ովքեր գիտեն ինչ է արևելյան մարտարվեստ, այս մարտավոճերը հանգիստ կարող են ասել, որ սենսեյը անցել է բավական երկար ու գեղեցիկ հետաքրքիր ճանապարհ։ Մոտ 30 ավել տարի ես ծանոթ եմ այս արևելյան մարտարվեստին, ներկայացնում գրեթե բոլոր մարտավոճերը կարատեդոյից, ձյոսենմոնեից, շոտոկանից սկսած, միջև որս այդպես տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարտավոճեր են ստեղծվել։ Բայց միշտ ինձ համար շատերի, նաև շատերի համար նույնպես չեն կարողանում ներկայացնել ինչու արևելյան մարտարվեստը խորհրդային միության ժամանակ արգելված էր, ինչու այս մարտարվեստի մասին քիչ էին խոսում, բարձրաձայնում, ներկայացնում, միայն 90-ականներին այն դուրս եկավ ջրերից, սովորաբար ասում են, չէ, արգելված պտուղը միշտ քաղցր է լինում, ուստի դրա համար շատերը, ովքեր որ ուզում են ինչ-որ ավելի ուժեղ լինեն, ավելի համարձակ լինեն, նկուղներում նույնիսկ մարզվելով արևելյան մարտարվեստով նրանք կարողացան պահել այս ոճերը Հայաստանում։ Փորձեմ երկու բառով ներկայացնել ինչի համար երևի արգելված էր, որովհետև կոնտակտային մարզաձևեր են իրանք համարվում, վնասվածքներ ստանալու առումով իմ կարծիքով դրա համար որոշակի արգելում կար, որպեսզի այդ մարտարվեստները տարածում չգտներ, ու կարելի ասել սովետական տարածքներում, սովետական միության տարածքներում։ Դրա համար այդ ժամանակ պարապում էին նկուղներում, ոնց որ շեշտեցիք, որից հետո արդեն երևի թե 80-ական թվականներից սկսեցին թույլ առաջին Հայաստանի առաջնությունը եղել է 91 թվականին կարատեի տարբեր ոճերի խառը ոճերի Հայաստանի առաջնությունը անցկացվել է 91 թվականին, թեքվանդոյի առաջին Հայաստանի առաջնությունը անցկացվել է 92 թվականին։ Դուք մասնակից եղել եք։ Ես մասնակից եմ եղել Եվ 92 թվականին եւ գրավել եմ առաջի տեղ, դարձել եմ Հայաստանի չեմպիոն։
Այդ ժամանակ գոտին կանաչ էր կա։ Այդ ժամանակ կարմիր գոտի։ Նոր սկսնակ էինք թեքվանդոյի, որովհետև թեքվանդոն 87-88 թվականներից մոտ գործեց Հայաստան, որի հիմնադիրներն էին Վարուժան Արշակյանը եւ Միշա Շահնազարյանը, որոնք հիմքը դրեցին թեքվանդոյի ու շարունակվում է մինչ այսօր։ Դուք նշեցիք, որ առաջին, այդպես ասենք, թեքվանդոյի հանրապետության առաջնության մասնակիցներ եք եղել։ Հիմա ժամանակները անցան, թեքվանդոն դարձավ միակ արևելյան մարտարվեստներից, որ նաև օլիմպիական մարզաձև եղավ, չէ՞։ Այո։ Հայաստանը ունեցավ օլիմպիական մասնակից Արման Երեմյան, ու հետո այդպես ճիշտ է չեմպիոններ չունեցանք, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ճիշտ աշխատանքի արդյունքում անպայման մենք այդ մարտարվեստում հաջողություն կունենանք։ Միանշանակ, որովհետև երկար տարիների աշխատանք է պետք, փորձ է պետք ձեռք բերել, աշխարհից եւ Եվրոպայի առաջնություններ մասնակցելով, ինչու՞ չէ, նաեւ միջազգային մրցումներ մասնակցելով, փորձ ձեռք բերել, որպեսզի օլիմպիադայում ունենալ լուրջ արդյունքներ։ Որովհետև տեխնիկան անընդհատ փոխվում է թեքվանդոյի մեջ։ Մենք ունենք հին թեքվանդո եւ նոր թեքվանդո, այսպես ասած, պրավիլաների տարբերություն, կանոնների տարբերություն եւ տեխնիկայի տարբերություն։ Բարդացնում են կորեացիներն են, թելադրում այսօր թեքվանդոն, կորեական մարտարվեստն է, բոլորը գիտեն երևի, իրանք են թելադրում ինչ ոճով, ինչ տեխնիկայով պետքա աշխատել տվյալ աշխարհի առաջնության ժամանակ եւ օլիմպիադայի ժամանակ։ Դուք նշեցիք կորեական է, բայց այսպիսի մի վիճակագրություն կա Իրանում, օրինակ, թեքվանդոյով պարապում են մոտավորապես 7 միլիոն թեքվանդոյիստներ կան, 5 միլիոն 5 միլիոն հապկիդոյով զբաղվողներ կան, շատ լուրջ դպրոցներ ունեն եւ թեքվանդոյի եւ հապկիդոյի։ Իսկ Հայաստանում կան թեքվանդոյիստներ, լուրջ թեքվանդոյիստներ կան, որոնցից մեկը քիչ առաջ դուք նշեցիք, Արման Երեմյանն է, երևի մեր վերջին Եվրոպայի չեմպիոնը, որից հետո դեռ չենք ունեցել առաջ խաղացում ցավոք սրտի։ Փայլուն մարզիկներ ունենք, որոնք դեռ իրանց ճանապարհը դեռ առջևում է, կարող են առաջ գնալ, ուղղակի երկար աշխատանք է պետք։ Եվ մարզիչների փորձի պակաս կա, կարող եմ մի փոքր ասել, որովհետև մարզիչներն է պետք է աճեն, որ իրանց հետևից աճացնեն մարզիկներին։ Հովհաննես ջան, ես հիմա այսպես տեսնում եմ ձեր կեցվածքը, ձեր հակու կապը, տպավորություն այնպես է, որ միջազգային կարգի մրցումներից արդեն անմիջապես այդպեսի համազգեստի նման չէ, բաց գույնի տաբատ, հետո պիջակը, դուք նաև միջազգային կարգի մրցավար եք։ Միջազգային ցավոք սրտի ոչ, հանրապետական կարգի մրցավար եմ, սակայն դատել եմ բազմաթիվ միջազգային մրցումներ։ Ես հեռուստադիտողներին այսպես տեղեկացնեմ, որ գործ ունեմ մի մարդու հետ, մի մասնագիտության տեր մարդու հետ, ով երկար ժամանակ աշխատեց մի համակարգում, որտեղ կար ու չկար, երևում էր, բայց նաև անտեսանել են սովորաբար, դա թիկնապայի աշխատանքն է եղել, որ երկար տարիներ նաև աշխատել եք համակարգում, ազգային անվտանգությունում, հիմա այստեղ Միացյալ Նահանգներում ես ուզում եմ անդրադառնալ ձեր այսօրվա գործունեությանը։ Եկաք ու այդպես կարծես թե ձեր մեջից չէր կարող այստեղ նահանգներում դուք ուրիշ աշխատանք կատարեք, ստեղծեցիք դպրոց, մենք հենց հաղորդման սկզբում բացման արարողություն, հենց ձեր դպրոցի բացման պահն էր երեխաների։ Ես շարունակ կրկնում եմ, բրավո այն մարդկանց, ովքեր կարողանում են այստեղ դպրոցներ բացել ու երեխաներին փողոցից կտրել, բերել դալիճ, մարզվել։ Դա է առաքելությունը այստեղ ձեր, ինչ նպատակ ունեք, որ այսքան Ամերիկայում, որ եւ կորեացիներ ունեն թեքվանդո, ապկիդո ունեն, տարբեր ազգություններ, դուք էլ բացեցիք ու կարծես թե այդ ընտանիքի անդամ դարձաք։ Տեսեք, թիրախային որ վերցնենք, մեր հայ երեխաներն են,
որպեսզի մեր հայ երեխաները գտնվելով օտարության մեջ ունենան այնպեսի դաստիարակություն, կրթություն, որը ես փոխանցել եմ Հայաստանում իմ սաներին, նույնը ցանկացա փոխանցել այստեղի նոր սերնդին, որովհետև փայլուն սերունդ ունենք նաև այստեղ։ Մեկը հայի գենը ոչ մի ձև չես կարող փոխել, այդ գենը կա իրանց մեջ, իրանց ուղղակի պետքա տալ ճիշտ դաստիարակություն, ճիշտ կրթություն եւ ինչու՞ չէ նաև պատրաստ լինեն ինքնապաշտպանության։ Մարտարվեստը ոչ թե միայն նրա համար է, որ դու կարողանաս մրցումների մասնակցես, այլ նաև ինքդ քեզ կարողանաս պաշտպանել։ Շեշտը դրեցինք նրա վրա, քանի որ մենք օտար երկրում են գտնվում, ու ցանկացած տեղ անհրաժեշտություն կա ինքնապաշտպանության։ Աստված մի արասը, եթե բանը հասնի նրան, որ պետքա մենք մեր ձեռքերին կամ ոտքերին դիմենք ինքնապաշտպանվելու համար, մենք պետքա միշտ կարողանանք պատրաստ լինել։ Մարտարվեստի հոգեբանության, փիլիսոփայության հիմքում հենց ընկած է այդ գաղափարը։ Մենք երբ որ գնում ենք բանակ ծառայության, տալիս ենք երթում։ Հին ժամանակներում, երբ որ կար ավանդական մարտարվեստները, դեռ չէր վերածվել սպորտային մարտարվեստների, այն ժամանակ ովքեր որ ցանկություն ունեին մարզվելու, իրանք էլ են երթում տալի։ Իրանց երթման արարողության մեջ առաջին հիմքում էր սիրել ծնողներին, հարգել ընկերներին, սիրել ժողովրդին, ծառայել պետությանը։ Այս ամենի երթման արարողությունից հետո նրանց ընդունում էին պարապմունքի, որ իրանք մարզվեին եւ ինչու՞ չէ նաեւ պաշտպանեին իրանց հայրենիքն ու պետությունը։ Ձեզ մոտ տարիքային սահմանափակում չկա։ Ես որքան հասկացա ու երբ որ մարզադահլիճում պարապմունքի ներկա եղա, տեսա որ տարբեր տարիքի երեխաներ են գալիս, բայց մի հատ հետաքրքիր փաստի ես ականատես եղա, ծնողներից մեկը երբ որ զրուցում է հարցրեցի ինչու որոշեցիք որ ձեր որդին զբաղվի հապկիդոյով կամ թեքվանդոյով, ասեց ավելի շատ ես հավատացի մարզչին, որտեվ ինքը ամեն մարդու չի ընդունում մարզումների, ինչն է կարևորում, որ ամեն մարդ չի կարող, երբ որ գա ու չի հարմարվում կարգու կանոնին, հետո նա չի կարող էլ մարզվել, խստություն է դրված, լավագույնից լավագույնը պիտի լինի։ Միանշանակ խստություն կա, մարդու մեջ առաջ քանակի վրա չեք աշխատում, այսպես ասեմ։ Քանակի վրա չեմ աշխատում, քանի որ կանտեսվի պրոֆեսիոնալ մոտեցումը երեխաներին։ Եթե ես ուզում եմ երեխային հասցնեմ ինչ-որ նպատակի, դա կլինի աշխարհ, Եվրոպա կամ Օլիմպիադա, շատ քանակի վրա չես կարող աշխատել։ Որակական հատկանիշներ կա մարդու մոտ, կան որակներ, մարդ կա, որ պետքա առաջին հերթին նա նվիրվի, ընդունի ինձ, առաջին հերթին, ընդունի ինձ որպես մարդ, հավատա ինձ, հավատա իմ արած գործին։ Ընդունի եւ հավատա ինչի համար, որովհետեւ մարդ կարողա ցանկանա պարապի, մարզվի մարտարվեստով, բայց տեսնի, որ մարզիչը չի համապատասխանում իր որակով եւ իր արժանինքներով ինքը իր մարտարվեստին։ Դրա համար վառօրինակ է մեր Գևորգ Դագլյանը, առանց տարիքային սահմանափակման, որ ասենք, 50 տարեկան է, նոր լրացավ իր 50-ամյակը, ինքը մեր վառօրինակն է, ես իրան առաջինը ինքը ինձ ընդունեց, ցանկացավ պարապի, կյանքում չի պարապել, ինքը չի մարզվել, ոչ մի տեսակ մարզաձևով, եւ փորձում եմ մեր մյուս ընկերը Ես տեսա ինչպես ձեռքով ու ոտքով համաչափ հարվածներ էր կատարում տանզիկին հետ։ Այո, ինքը զարմանում էր, թե ինքը արդյոք կարա այդ աշխատանքը կատարի, թե չէ։ Հաջորդ օրը գալիս էր եւ դահլիճում կատարում էր այն ու զարմանում էր, ինքը իր կատարած աշխատանքի վրա զարմանում էր։ Հիմա ես առաջարկում եմ խնդրեմ մեր ռեժիսորին Գառնին, որպեսզի նա ցուցադրի այն փոքրիկ հարցազրույցը, որ ունեցանք Գևորգ Դաղիլյանի հետ։ Համեցեք։ Ճիշտ ասած, ամեն ինչ սկսեց շատ անսպասելի, մեր ընդհանուր ընկերը ինձ ծանոթացրեց եւ առաջարկեց զբաղվել մարտարվեստով, ուղղակի ընդհանրապես առողջ ապրելու նպատակով, լինելով օֆիսային գործի մեջ, ճիշտ ասած, ես սկզբից շատ կասկածամտորեն մոտիկացա այս հարցին, որովհետեւ կյանքումս չեմ զբաղվել սպորտով, բայց բնավորությամբ փորձերից չեմ խուսափում եւ այդպես սկսեց։ Մի տարի անց, 1.5 տարի անց ես արդեն անսպասելիորեն տեսնում եմ մեծ տարբերություն իմ առօրյա կյանքի մեջ, ավելի ճկուն, ավելի վստահ, ավելի առողջ, անգամ միտքս եւ
եւ օֆիսային գործի մեջ են մեծ տարբերություններ զգում եւ դա է նպատակը։ Իհարկե ես ինձանից շատ ավելի լավ հասկացողները իրանց գնահատականը արդեն տվել են Հովհաննեսի մասնագիտական գնահատականը աշխարհի բոլոր կողմերից նա ստացել է ամենաբարձր գնահատականները, բայց որպես աշակերտ ես կարամ իմ գնահատականը տամ որպես աշակերտ, ինչ ձևի մարզիչ է նա։ Եվ եթե նա կարողացավ իմ նման մեկին չզբաղվելով սպորտով ամբողջ կյանքը գոտկատեղից վերև ոտքի հարվածներ տալ եւ իրեն լավ զգալ, ինձ թվում է բացատրում է եւ տալիս այդ գնահատականը, թե ինչ տեսակի մարզիչ է նա։ Այս փոքրիկ խոսքը լսելուց հետո վստահաբար կարող եմ ասել, որ հեռուստադիտողներից շատերը մտածեցին, ինչու մենք էլ չգնանք մարզվենք։ Այո, սիրելի բարեկամներ, սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, իմացեք, սպորտով զբաղվելու համար երբեք էլ ուշ չէ։ Ցանկացած տարիքում դուք կարող եք մարզվել, որտեղ միշտ հիշեք այդ կարգախոսը առողջ մարմնում է միշտ լինում առողջ հոգի։ Այո։ Ձեր դպրոցը բավականին այդպես գրավիչ էր։ Կոկիկությունը, մաքրությունը, ամեն ինչը տեղը տեղին։ Սա նաև գալիս է եւ մարզչի պատասխանատվությունից, պահանջկոտությունից եւ նաեւ այն մթնոլորտը, որ կա այսօր Հապկիդոյի ֆեդերացիայում, այստեղ ձեր դալիճում։ Այդ ամենը դալիճի գաղափարը դա Գևորգինն էր, Գևորգը ցանկացավ, որպեսզի մենք ունենանք գեղեցիկ նորակառույց մարզասրահ, մաքսիմում շեշտադրել ենք մաքրության, կոկիկության վրա, որովհետև ծնողը երբ որ երեխային բերում է, վճարում է ինքը այն ամենի համար, ինչը որ ինքը կուզենար ստանար։ Բացի մարտարվեստից, որ ինքը ստանում է իր երեխան պետքա օգտվի մաքուր սանհանգույցից, հիգիենայի կանոններ, բացառապես պետքա մաքուր լինի։ Դա էր հիմնական գաղափարը եւ Գևորգը ցանկացավ, որ ամեն մի դետալ լինի նորովի։ Մենք հինը չենք վերցրել վերանորոգել, մենք այդ ամենը ստեղծել ենք զրոյից եւ ամեն ինչ ստեղծել ենք նոր։ Ինձ կընդունեք ձեր ակումբ։ Անպայման բոլոր ցանկացողներին կընդունենք մեր ակումբ, մեծ սիրով կպարապացնենք։ Գոնե ինքնապաշտպանություն Գոնե ինքնապաշտպանության համար։ Այո, մարդիկ կան զարմանում են, մտածում են, որ թեքվանդո ոտքով պետքա հարված կատարեն, հա, ոտքով կարելի է ծնկից ներքև էլ հարված կատարել, պարտադիր չի բարձր հարված կատարել, որը ստացվեց մեր Գևորգի մոտ եւ ինքը շատ զարմանում էր։ Հետո ինքը հարված էր կատարում, որ չէր մտածի անգամ, որ իր ոտքը կարանա բարձրանա դեպի գլուխ, ինքը գլխի հավասար հարված էր կատարում։ Հիմա կարևորի իհարկե բոլորն էլ կարևոր են, բայց քանի որ մեր հաղորդումը կոչվում է մեդալի պատմություն, այստեղ ես խնդրեցի Հովհաննեսը իր հետ բերեց մի քանի մեդալներ ու հատուկ պարգևներ, նաև այն հավաստագրերը, որոնք միջազգային ֆեդերացիան ձեզ շնորհել է, որ սև գոտի 4-րդ եւ 5-րդ դան։ Դա թեքվանդոյի վկայականն է, սև գոտի 4-րդ դան, Կուկիվոն ակադեմիայից տրված վկայականն է միջազգային։ Սա Հապկիդոյից 5-րդ դան, Global Hapkido Association կազմակերպության, որին մենք 2017 թվականից անդամագրված ենք, ինչ շնորհել են 5-րդ դան որակավորումը։ Այդտեղ հիմա ես հերթով ցույց տամ, դուք ասեք, այս մեդալը 2017 թվականին Հապկիդոյի աշխարհի առաջնության մեդալն է, որտեղ որ ես ներկայ եմ եղել որպես հյուր։ Դա Հայաստանի, այո, Երևանի թեքվանդոյի առաջնության հուշամեդալ է։ Հայաստանի առաջնությունից բացի անցկացվում էր Երևան քաղաքի առաջնություն, բաց առաջնություն։ Եվ սա կարծես թե միջազգային է, այո։ Դա Ռուսաստանի Հապկիդոյի ֆեդերացիայի կողմից են ինձ շնորհել հուշամեդալը մասնակցության համար։ Փայլուն դպրոց կա Ռուսաստանում նաև։ Դեմիտ Մոմոտնա ղեկավարում ֆեդերացիան, շատ ուժեղ են, թեքվանդոյից էլ, հապկիդոյից էլ։ Նրանք այն վկայականներն են։ Սա 2024 թվականին ես արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի, ինձ հրավիրեցին Սանտա Բարբարա քաղաք մասնակցելու միջազգային սեմինարների։
Եվ այստեղ ես նկատեցի, որ սա ձեր այն հավաստագրերն է, որ հանձնում եք membership, ինչպես ասում են, չէ՞, ակումբի անդամ։ Իմ ստացածներն են դրանք, դրանք իմ ստացածներն են, մեկը վկայում է, որ մենք անդամագրված ենք Global Hapkido Association-ին, մյուսը, որ 2017-18 թվականին մասնակցել ենք Սանկտ Պետերբուրգում կայացած աշխարհի առաջնությանը բոլոր մարտարվեստների ֆեստիվալ էր կազմակերպվել, այդ թվում նաև կար թեքվանդո եւ հապկիդո։ Հովանես ջան, մի այսպիսի հարց եմ ուզում տալ ու ինձ թվում է արևելյան մարտարվեստների մասին, երբ որ տեղեկատվություն ենք տալիս հեռուստադիտողին, նաև սրա բացատրությունը պիտի բոլորը իմանան։ Ինչով է տարբերվում արևելյան մարտարվեստը, կոնկրետ ասենք հապկիդոն կամ թեքվանդոն մյուս ձևերից կամ մյուս մարզաձևերից։ Տեսեք, բոլոր մարտարվեստների Զուտ փիլիսոփայությունն է տարբեր, սա եւ փիլիսոփայությունն է տարբեր, եւ տեխնիկան է տարբեր, հարվածային բազային տեխնիկան է տարբեր։ Թեքվանդոն տարբերվում է մնացած մարտարվեստներից իր ոտքի բազմազան հարվածներից։ Ի սկզբանե, եթե մենք վերցնենք, բոլոր մարտարվեստները ստեղծվել են ինքնապաշտպանության համար։ Պատմության մեջ կա մի այսպիսի տեսակետ, ասում եմ, եթե մարտարվեստները ստեղծվել են հետիոտն հակառակորդի հետ մենամարտելու համար, ապա թեքվանդոն ստեղծվել է հետյալն հակառակորդի հետ մենամարտելու համար, որտեղ այն ժամանակ չեն եղել տանկեր, սամալյոտներ, վերտալյոտներ, հա, մարտնչել են ձիերով։ Իսկ ձիավորին վայր գցելու համար անհրաժեշտ եղել թռիչքով հարվածներ։ Թռիչքով հարվածները օգտագործում են միայն թեքվանդոյում։ Այսօր օգտագործում են տարբեր տեղեր։ Մենք նշեցինք Արման Երեմյանի անունը, բայց կուզում եմ այստեղ նաև Լոս Անջելեսում եւս մեկ մասնագետի, մեր լավ ընկերոջ Արտակ Աբգարյանին նշել, որովհետեւ նա նույնպես բավականին մեծ աշխատանք է կատարում մարզաձևի զարգացման համար, իր ակումբը ունի, Արմանս ակումբը ունի։ Ես հերթով թվարկեմ Արտակ Աբգարյանը, Արմանս թեքվանդո ակումբը իրենն է, մեր հիշատակի հարգանքով կոչել ենք Արման ակումբ, մեր մի թեքվանդոիստ ընկերոջ, հաջորդը մեր Արման Երեմյանն է, Արման Երեմյանս թեքվանդոն եւ մի հիանալի անձնավորություն Էդվարդ Վարժապետյանը, Lions թեքվանդո ակադեմիայի տնօրենն է, պրեզիդենտն է, շատ հիանալի մարզիչ է, ունի բազմաթիվ լավ սաներ ունի, որոնք անգամ մասնակցում են Հայաստանի առաջնություններին, Արման Երեմյանի երեխաներն էլ են, անձամբ Արման Երեմյանի տղան է մասնակցում, Փայլուն մարզիկա, մասնակցում է նաև աշխարհ, Եվրոպա, շատ հիանալի։ Այսինքն մենք US Open-ին նաև մասնակիցներ կունենանք։ US Open-ին մասնակիցներ ունենք, վաղուց մասնակիցներ ունենք, եւ Արման Երեմյանի խմբերն են մասնակցում, եւ Արտակ Աբգարյանի խմբերն են մասնակցում։ Իմ ակումբը կոչվում է New Gen Martial Arts։ Եվ կուզենայի վերջում այսպես, քանի որ ամփոփելով ասենք, հապկիդոն էներգիայի եւ ուժի միավորման ուղի։ Այո։ Թեքվանդոն բացենք փակագծերը։ Սկզբից բացենք թեքվանդոն, երբ որ բացում ենք փակագծերը, կոչվում է ոտքի ձեռքի ներդաշնակ ճանապարհ։ Հապավումներ են, հա, թայե քվոնդո, թայե դա կոչվում է ոտք, քվոն, բրոնզք, դո ճանապարհ։ Բոլոր մարտարվեստներում դոն դա ճանապարհն է։ Հապկիդո նշանակում է էներգիայի եւ ուժի միավորման ուղի։ Ինչու, որովհետեւ դու քո էներգիան եւ դիմացինիդ ուժը միացնում ես իրար եւ ստացվում է հապկիդո, որպեսզի կարողանաս հակառակորդին կոպիտ ասած տապալես գետնին։ Թող միայն այդ տապալումները լինեն տատամիի վրա սպորտային պայքարում, որովհետեւ ես վստահ եմ, որ ուժեղ մարդիկ սովորաբար ավելի զգուշ են լինում, ավելի բարի են լինում, նրանք երբեք թույլի նկատմամբ իրենց ուժը ցույց չեն տալիս, նաև այդ դաստիարակությունն են, չէ՞, ստանում մարզադահլիճում։ Միանշանակ։ Ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ, վստահ եմ, որ սա մեր առաջի, բայց վերջի հանդիպումը չի լինի, որովհետև ասելիք շատ կան, լիքը պատմելու բան կա, ես կուզենամ, որ մեկ անգամ էլ լինել մարզադահլիճում, նկարահանել այդ մարզումային process-ը երեխաների հետ միասին շփումով, ծնողներին լսելով, իրականում հասկանանք ու գնահատենք այն ինչ որ մենք խոսում ենք, այդ գնահատականը տա նաև ծնողը։ Մեծ սիրով կսպասեմ ձեզ, դուք ձեր աչքով ականատես կլինեք, փայլուն սերունդ ունենք եւ փայլուն երեխաներ, որոնք իսկապես ձգտում ունեն դեպի աշխարհ Եվրոպա մասնակցության։
Շնորհակալություն սիրելի բարեկամներ, տաղավարում հյուրընկալեցի Հապկիդոյի ֆեդերացիայի նախագահ Թեքվանդոյի ուրեմն Սևգոտի 5-րդ, Սևգոտի 4-րդ դան Հովանես Հարությունյանին, ով այսօր այստեղ բավականին ծավալուն ու հետաքրքիր օգտակար գործունեություն է ծավալում կրթելով հատկապես հայ երեխաներին, մարմնակրթությամբ է զբաղվում։ Այսքանը բարեկամներ կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին ստեսյուն։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում